Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեր չորեքշաբթի օրվա սերտողությանը։ Այս չորեքշաբթի մենք շարունակում ենք մեր սերտողությունը հին կտակարանից, առակների գրքից։ 11-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 17-ից 20 համարները։ Ինչպես միշտ, խնդրում ենք, երբ այս պատգամը ստանում եք, ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Եթե արդեն չեք հետևում մեր Facebook-ի եւ YouTube-ի էջը, խնդրում ենք, որ բաժանորդագրվեք, հավանեք մեր էջը եւ շարունակեք ուսումնասիրել մեր սերտողություններին։ Եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք մենք Տեր, որ մեզ այս հնարավորությունն է տրվել տեխնոլոգիայի միջոցով հազարավոր, 100 հազարավոր մարդկանց հասանելի լինենք եւ Տեր, շնորհակալ ենք, որ մենք գերազանցել ենք 1.5 միլիոն դիտողների քանակը ու խնդրում ենք Տեր, որ ինչպես միշտ դու օրհնես ու զորացնես մեր ունկնդիրներին, դիտողներին, բոլորի խնդիրները, հարցերը եւ այլն դու գիտես Տեր Աստված, աղոթում ենք Հիսուս, որ քո ձեռքը լինի նրանց վրա, օրհնելով օրհնես նրանց, զորացնես նրանց Տեր եւ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով, ամեն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը մենք վերնագրել ենք ինչպես ես որոշել ապրել այս կյանքում։ Սողոմոն թագավորը մեզ հիշեցնում է, որ կա ճիշտ ու սխալ ապրելու ձև։ Այսինքն նրանք, որ ապրում են արդարության ու ճշմարտության վրա, կվաստակեն Աստծուց իրենց արժանի վարձը։ Եվ հակառակ դեպքում նրանք, ովքեր որ Աստծուն հակառակ են ապրում, կքաղեն այն պտուղը, այն վարձը, որը ցավն ու տանջանքն է ու հավիտենական կրակի մեջ գտնվելն է։ Ուրեմն եկեք 17 համարից սկսենք ներողամիտ լինելու եւ բարեգութ լինելու մասին։ Տեսնենք ինչ է գրված։ Ուրեմն ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։ Ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։ Հարգելիներս, շատ պրակտիկ խոսքեր են եւ խրատ է։ Առաջինը, նա ով ոխ է պահում, նա ով մտածում է վրեժ խնդիր լինել, նա ով մտածում է, որ վնաս հասցնել, նա ով չի կարողանում հաշտվել, ասենք թե հարևանի հաջողության հետ կամ որևիցե այլ մարդու հաջողության հետ, այդ մարդը լցվում է ատելությամբ, լցվում է այն պիղծ հոգով եւ դաժանությամբ, կարծրանում է նրա սիրտը եւ նա ինքն իրեն է վնաս տալի։ Փոխանակ մենք բարեգութ լինենք, փոխանակ մենք կամենանք բոլորի լավը եւ բոլորին օրհնանք լինենք, հակառակ դեպքում, եթե մենք նմանվենք այն մարդուն, որը դաժան մարդն է, ինչպես այստեղ է նկարագրած եւ բացատրում է մեզ Սուրբ Գիրքը, ուրեմն ինչ է հասնելու, մեզ վնաս է հասնելու։ Քանի որ առաջի հերթին պրակտիկորեն, եթե մեր առողջությունը ստրեսից եւ ատելությամբ լցված եւ այլ այս զգացմունքների եւ իրավիճակում գտնվող մարդիկ իրանց վրա վնաս են բերում, նաեւ հոգեվոր խնդիր կա։ Այն հոգեվոր խնդիրն է եւ հոգեվոր վնասը Աստծուց պատիժն է եւ Աստծուց անարգանքն է, իհարկե Աստծու կողմից այդ մարդը իր պատասխանը կստանա, քանի որ այն անձնավորությունը, որ Տիրոջ կամքի եւ զորության մեջ չի ապրում, ուրեմն ապրում է մեղքի մեջ, իսկ մեղքի մեջ ապրող անձնավորությունը, վերջավորությունը դժոխքն է այդպիսի մարդու համար։ Հիմա անցնենք մյուս համարին, 18 համարը։ Գրված է. անիրավ մարդը ոչինչ չի վաստակում,
իսկ արդարություն սերմանողը ճշմարիտ վարձ կունենա։ Այստեղ ինչ է մեզ սովորեցնում Աստծո խոսքը։ Ասում է նա, ով Աստծո խոսքերի վրա է հիմնված եւ արարքները Աստծո կամքին համաձայն է, կկատարի արդարություն եւ նրա վարձը Աստծուց կստանա, բայց հակառակ դեպքում անաստվածը չարությամբ է լցված եւ ամեն չար մարդ իր դատաստանը Աստծուց կստանա։ Աստորեն կա երկու որոշում, կամ կլինես Աստծո կամքի մեջ, կամ կլինես Աստծո կամքին հակառակ։ Բոլոր այս ամենը ինչ որ ստեղ շեշտվում է, արարքներն են մարդու, բայց արարքները ում նա ով Աստծուն ընդունել է, այդ բարի պտուղն է տալու, իսկ ով Աստծուն չի ընդունել, չար պտուղ է տալու։ Եվ Տերը չի ասում մեզ, որ նրանց պտուղներից մենք կիմանանք, թե նրանք ում են ծառայում։ Այս պահին մենք գիտենք, որ նա ով Տիրոջը ծառայում է, բարի պտուղ է տալի, իսկ հակառակ դեպքում չար պտուղ, ինչպես նոր ասացի։ Ուրեմն մենք պետք է մտածենք ու շատ լուրջ լինենք մեր հավատքի կյանքի վերաբերյալ, քանի որ մենք շաբաթ օրը ուսումնասիրեցինք նամակ հռոմեացիներին, 6-րդ գլուխը ուսումնասիրեցինք եւ 12-ից 23 համարները ուսումնասիրեցինք եւ այն համարների մեջ մեզ պարզ ու հստակ կերպով Պողոս առաքյալը բացատրեց, որ երբ որ մենք մեղքի մեջ ենք, մենք ծառայենք մեղքին, բայց հիմա, քանի որ մենք ապաշխարած վերստին ծնունդ ունեցած անձնավորություններ ենք, ընդունած Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, մեր մեղավոր անձը թաղեցինք ու հարություն ստացանք, ինչպես մկրտության խորհրդանիշն է սուզվելով ջրի մեջ, մեր հին մարդուն ենք մենք մահվան դնում եւ ջրից վեր կենալով հարություն ենք առնում Հիսուսի հարության պես, որպես նոր մարդ, ու այստեղ մեզ ասում է առակների մեջ գոնե համապատասխան ինչ որ նամակ հռոմեացիներին է գրված, որ արարքները պտուղը པարզ կլինի, եթե դու իսկապես Տիրոջը ընդունած անձնավորություն ես, դա շատ վառ կլինի ու շատ հստակ կլինի ապացույցը։ Անցնենք առաջ, 19 համարը ուսումնասիրեն, գրված է իսկապես արդար մարդը կյանքի կտիրանա, իսկ չարության հետևողը դեպի իր մահն է գնում։ Արգելիներս, կյանքին կտիրանա, ինչ նկատի ունի կյանքի կտիրանա, այսինքն կյանք կա Աստծու մեջ, կյանք կա ապաշխարության մեջ, որպես նոր մարդ, եւ ինչպես որ մենք ուսումնասիրեցինք նամակ եբրայեցիներին եւ այն օրինակը եբրայեցի ժողովրդի եւ իրանց Եգիպտոսից դեպի խոստացած երկիրը գնալու այս ընթացքը, գիտենք, որ բոլորս էլ մեր անապատով, այսինքն այդ սրբության ընթացքը մենք կանցնենք, բայց նա ով հավատարիմ կմնա մինչև վերջ, նա է որ կփրկվի ու Տիրոջ հանգստի մեջ կմտնի։ Իսկ այստեղ Տիրոջ հանգիստը կյանքն է, որ Աստծով է եւ Աստծու մեջ է։ Ու հիմա այս պահին դժվարությունը շատերի համար այն է, որ ուզում ենք մենք այդ դժվարության մեջ լինենք, թե ուզում ենք ավելի հեշտ ու հանգիստ ճանապարհով գտնենք հավիտենական կյանքը։ Պարզ է, որ քանի որ մենք մասնակիցներ ենք Հիսուս Քրիստոսի չարչարանքի, հետևաբար դժվարությունը լինում է մեր կյանքի մասը։ Իհարկե դժվար է շատերի համար դա հասկանալ, դրա համար Տերն ասում է, որ նեղ է փրկության ճանապարհը եւ լայն է ճանապարհը, որ տանում է դեպի կործանման։ Վերջի համարն էլ ուսումնասիրենք 20-րդ համարը, Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհի տերերը։ Արգելիներս նույն գաղափարն է, նա ով ապրում է մթության մեջ, նա ով ապրում է Աստծուց զուրկ, հակառակ
Տիրոջ համար զզվելի է այդ անձնավորությունը, որովհետև այդ անձնավորությունը ապրում է մեղքի մեջ։ Այսինքն ինչ է նշանակում, որ Աստված զզվում է մեղքից, անտանելի է իրեն համար մեղքը։ Հետևաբար ուղարկեց իր որդուն, որ խաչվի, հարություն առնի, այսինքն խաչելությունը բոլոր աշխարհի մեղքերը իր վրա ընդունելով, նա եղավ վերջին զոհը, որ մեկընդմիշտ մեղքի հարցը լուծեց, եւ այդ գարշելի իրավիճակը, մեղքի այդ զզվելի գարշանքը եղավ, թափվեց Հիսուս Քրիստոսի վրա, ու դրա համար մի պահ խաչի վրա նույնիսկ Հայր Աստված իր երեսը թեքեց որդուց միածինից հենց այս պատճառով։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս այդ ամենը արեց մեր համար, որպեսզի մեր տեղը նա խաչվի եւ մեր տեղը նա մեղքերը եւ պատիժը կրի։ Հիմա այս պահին մենք ունենք ինչ փրկություն։ Ում միջոցով? Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հետևաբար, երբ մենք կարդում ենք առակների գիրքը, ուշադիր լինենք, ճիշտ կարդանք ու հասկանանք խրատները, որ մեր Տերը մեզ տվել է, եւ դրա հետ միասին թե պրակտիկ գործունյա, թե հոգևոր խորհուրդներով, բոլորը մեզ պիտանի են, բոլորն էլ մեր համար հարկավոր է, քանի որ հենց անունը գրքի, որ ուսումնասիրում ենք, Աստվածաշունչ է, շունչն է մեր Տիրոջ Աստծո, հետևաբար կենթանի են խոսքերը Աստծո, ու մենք սովորում ենք, կարդում ենք, որպեսզի նախ եւ առաջ կարդալուց առաջ աղոթենք նոր կարդանք, բայց երկրորդ հերթին, երբ որ մենք կարդում ենք, այսպես ասած, մենք առնչվում ենք Տիրոջ հետ։ Աղոթում ենք, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր, մնաք Տիրոջ օրհնանքների մեջ։ Ամեն։